Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 95 միլիարդ ԱՄՆ դոլար։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2025 թվականին արձանագրվել է աճ մի շարք ապրանքախմբերի գծով։ Մասնավորապես նախորդ տարվա արդյունքներով սննդամթերքի, տեքստիլի և կոշիկի ոլորտներում ակնկալվում է շուրջ 20% աճ, փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի մասով մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով շուրջ 2,3% աճ։ Իմանալիևը նշել է, որ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ Հայաստանից թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 21%-ով։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձուաշխատողի չձևակերպման և անկախի գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում։ Իսկ վարձուաշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, ինչպես նաև նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները անկախիկ գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկախիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտուրը գերազանցել է 336 միլիոն դոլարը։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 335 միլիոն դոլար, որի մոտ 40%-ը իրականացվել է ցամաքային ճանապարհով, Վրաստանի միջոցով։ Թուրքիայից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են մեքենաներն ու մեխանիկական սարքավորումները, երկաթի և պողպատի արտադրանքը, այլ արդյունաբերական ապրանքները և տեքստիլը։ Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան պայմանավորվել են ցամաքային առևտրի ակտիվացման շուրջ։